Հարգելի գործընկերներ, բարև ձեզ, շնորհակալություն, որ մասնակցում եք այս միջոցառմանը, իրականում շատ կարևոր աշխատանք է արվել, այս աշխատանքը, որ արվել է, մեր ֆորումի շրջանակներում, հանքարդյունաբերական երկրորդ ֆորումի շրջանակներում մենք պատվիրել այս աշխատանքը, բայց քանի որ այդ ֆորումի ընթացակարգը այնպես էր, որ մենք չէինք կարող լիարժեք այն մեծ ծավալը, որ արվել էր ներկայացնենք, տենց մեր գործընկերների կողմից առաջարկ եղավ հիմա ներկայացել, մենք էլ մեծ սիրով ընդունեցինք այս հրավերը եւ մասնակցում ենք։ Ուզում եմ շնորհակալություն հայտնեմ, որ այս աշխատանքը մեծ ծավալի արվել է, երևի թե աննախադեպ աշխատանք է արվել, իմ հիշողությամբ, երբ որ բան եմ անում, հետ եմ գնում, տենց այս ծավալի աշխատանք մեր ոլորտի մասին, տենց չի եղել, տնտեսական ազդեցությունը հանքարդյունաբերությանը Հայաստանի տնտեսության վրա այդ թեմայով այդքան մեծ աշխատանք չի եղել եւ շնորհակալություն բնականաբար պարոն Պարսյանին, որ այս աշխատանքը իրականացրեց եւ հուսով եմ, որ իրականում մենք սրանով չենք սահմանափակվելու, սա ընդհանրապես սկիզբն է լինելու այսպիսի աշխատանքների եւ գուցե ինչ որ նույն տնտեսական լրագրողների գործունեության շրջանակներում կամ ուրիշ ինչ-որ ֆորմատներով մտածենք ավելի տենց տարեկան ձևով ինչ-որ քննարկումներ կազմակերպենք, կլոր սեղաններ կազմակերպենք հենց այս ազդեցության հետ կապված, այսինքն հանքարդյունաբերության ազդեցության հետ կապված, որովհետև մեր կարծիքով այդ ազդեցությունը ահռելի է, թեկուզ կան ընդդիմադիրներ այդ հարցում մեզ, ասում են, որ կամ ազդեցությունը քիչ է, կամ նույնիսկ պետք չի հանքարդյունաբերությունը Հայաստանին, բայց մեր կարծիքով Հայաստանի, մեր նկատի ունեմ ոլորտի ներկայացուցիչների եւ շատ մեր գործընկերների, որ առանց հանքարդյունաբերության Հայաստանը ուրիշ տնտեսական, այտենց անգլերեն դրայվերներ չունի, հայերեն ճիշտ երևի այտենց թարգմանություն չեմ կարող գտնել, պարոն Փարսյանն ավելի լավ բառեր գիտի հայերեն, բայց այդ դրայվերներից չունի եւ կամ էլ շատ քիչ են, իրականում շատ են խոսում IT ոլորտի մասին, ռազմական արդյունաբերության ոլորտի մասին, բայց դրանք շատ էական ազդեցություն չունեն, թեկուզ նրանք տենց ավելի կարծես թե հմայի չեն թվում շատ դեպքերում, բայց այտենց ներուժ չունեն, ինչպիսին է հանքարդյունաբերությունը։ Միակ համատելի այդպիսի ներուժ ունեցող ոլորտը իմ կարծիքով դա էներգետիկան է, որը կարող է մի քիչ մեր հետ համեմատվի հանքարդյունաբերության հետ եւ մի կարեւոր բան էլ պետք է նշենք, որ շատ ենք մենք բոլորս կարևորում ներդրողների դերը Հայաստանի տնտեսության զարգացման մեջ, իսկ ներդրողին ինչա պետք է։ Պետք է ինչ-որ շահութաբերություն ապահովել, այդպիսի շահութաբերություն ապահովող իրական ոլորտները, որոնք նաև այդ իրական ոլորտները պետք է նաև աշխատեն եւ կարողանան մրցունակ լինեն միջազգային շուկաներում, դա էներգետիկան է եւ հանքարդյունաբերությունն է։ Այդ առումով նորից շնորհակալություն պարոն Փարսյան ձեզ այս մեծ գործի համար եւ ձեզ էլ Աննա ջան եւ մեր լրագրող գործընկերներին կխնդրեի, որ իրականում փորձենք դուք էլ ասեք առաջարկներ արեք, մենք էլ մեր կողմից փորձենք ինչ որ առաջարկներ անենք, համաձայնության գանք, որ սա շարունակական լինի, ինչ որ քննարկումների ձևով, որտեղ տեսեք, ստե շատ տարբեր ինչ որ նույն ֆորումի շրջանակներում եղել են տարբեր քննարկումներ, բայց զուտ հենց այս թեման, այսինքն այս մեծ թեման, տնտեսական հանքարդյունաբերության ազդեցությունը մեր տնտեսության վրա, հենց այդ թեման ավելի լայն շրջանակով, ավելի տենց երկարատև քննարկումներ ունենանք, որովհետև դա պետք է եւ մեզ, եւ ոլորտին, եւ լրագրողին, եւ նաեւ ընդհանրապես Հայաստանի Հանրապետությանը, մեր քաղաքացիներին, որովհետեւ եթե մենք բոլորով հասկանանք, որ այս ոլորտը ունի այդ ներուժը ապահովելու երկարատև կայուն տնտեսական աճ, դա նաեւ մեր ազգաբնակչությանը պետք է հետաքրքրի, որովհետեւ ցանկացած տնտեսական աճ նաեւ բերում է սոցիալական հարցերի լուծմանը, բարելավմանը, մեր բանակի եւ անվտանգության ամրապնդմանը, այսինքն դա շատ ավելի մեծ ազդեցություն ունեցող հարց է։
Համար նորից շնորհակալություն բոլորին եւ մաղթում եմ ավելի տենց հետաքրքիր քննարկում եւ պարոն Պարսյանենը մաղթում եմ տենց լավ ներկայացնի նորից երկրորդ անգամ այս մեծ աշխատանքը։ Շնորհակալություն։ Շնորհակալություն նաև ձեզ, պարոն Ջահանյան։